Եվ այսպես ազգովի նշեցինք հայոց ցեղասպանության մեծ եղեռնի 111-րդ տարելիցը։ Ցեղասպանություն եւ Արցախի հարց այսօր այս թեմային ենք անդրադառնալու ու հավատացեք այստեղ ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, այսօր սա լինելու է քննարկվելիք հիմնական թեման, բայց մինչ հիմնական թեմային անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ YouTube-յան ալիքի հին ու նոր բոլոր բաժանորդներին, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ։ Իսկ այս նախագծին աջակցելու համար շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Եթե ինձ հարցնեք, ամեն տարի ապրիլի 24-ին կարելի է հրապարակային դատել ու դատապարտել հայոց պատմության բոլոր մասնագետներին, հայոց պատմության բոլոր դասատուներին։ Իդեպ ես էլ մասնագիտությամբ պատմաբան եմ, ուսուցչի որակավորում ունեմ եւ բնականաբար ես էլ այդ նույն դատին արժանի եմ։ Ու մեզ պատմաբաններից պետք է դատել ու դատապարտել նրա համար, որ անգամ ցեղասպանությունից հետո 111 տարի անց հայոց պատմության առումով մեր ամբողջ ազգին արդեն որերորդ սերունդը թողնում ենք անկիրթ։ Մենք հիանալի գիտենք մաթեմատիկա, քիմիա, աստղագիտություն, ինչ ասես գիտենք, բայց ոչ մեր սեփական պատմությունը։ Ի վերջո սեփական պատմությունը իմացողը 5000 տարեկան ազգը չէր գա ու 21-րդ դարում չէր մոլորվի։ Հայոց պատմություն, թե Հայաստանի պատմություն, պատմական Հայաստան, թե իրական Հայաստան, սև, թե սպիտակ եւ այսպես շարունակ։ Իսկ օտարներից ոմանք կարծես մեզնից ավելի լավ են իմանում մեր պատմությունը ու նաեւ գիտեն ամեն անգամ նույն սխալը կրկնելու մեր սովորությունը, որը սրբության պես պահում ենք ու փոխանցում սերնդեսերունդ։ Ու ամեն անգամ ստանում ենք նույն դասերը, եւ այսպես ինչ դասեր մնացին ցեղասպանության 111-րդ տարելիցից եւ ի վերջո ինչ կապ ունեն այդ դասերը Արցախի հետ։ Որքան էլ զարմանալի հնչի, Արցախի հարցը ցեղասպանության հետ կապեց եւ հանրային քննարկման առարկա դարձրեց Բաքուն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ապրիլի 23-ին Երևանում կայացած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրումը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ Բաքուն շեշտել է, թե Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնարկեր համապատասխան անվտանգության միջոցառումներ եւ կանխեր նման ակցիան։ Հասկանում եք, հայկական դրոշը հնարավոր բոլոր ձևերով անարգող Փաշինյանի դիմանկարով, թմբուկներով կլիպներ բազմացնող Բաքուն Երևանից պահանջում է հարգանք Թուրքիայի դրոշի նկատմամբ։ Այո, հենց Թուրքիայի, քանի որ որքան հասկացվեց հրապարակում եղած տեսագրություններից, նույն վայրում Ադրբեջանի դրոշը չի վառվել։ Ընդ որում, եթե նման փաստ լիներ, կարծում եմ Բաքվից անպայման կարձագանքեին եւ հենց Թուրքիայի դրոշը այրելու փաստին չէին հողմանի։ Բայց դա կապ չունի, Բաքվից ամեն դեպքում նպատակահարմար են գտնել հրապարակային նեղել պաշտոնական Երևանին, ու դա արեցին։ Ավելի վաղ Փաշինյանն արդեն իսկ դատապարտել էր Երևանում Թուրքիայի դրոշի այրումը։ Փաշինյանը դա ակնհայտորեն սադրիչ եւ լարվածություն հրահրող վարքագիծ էր որակել, այն գնահատելով որպես անպատասխանատու եւ անթույլատրելի։ Իդեպ Փաշինյանը նախորդ տարի կրկին դատապարտել էր Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշի այրումը նման միջոցառման ժամանակ։ Բայց դրոշների թեման այսքանով չփակվեց, սա, այսպես ասենք, մի քանի սերիանոց կինո էր, այն ինչ նկարագրեցի քիչ առաջ, հավանաբար առաջին սերիան էր, երկրորդ սերիան նկարահանվել է Ստեփանակերտում։ Սոցցանցի ադրբեջանական տիրույթում սկսեցին տարածվել պահանջներ, որ ի պատասխան Երևանում Թուրքիայի դրոշի այրման պետք է Արցախում հիմնահատակ ավերել «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, հայտնի Պապիկ տատիկը։ Այդ մասին պատմող տեսանյութը չեմ տեղադրում, պարզապես այն մի ավելորդ անգամ եւս չտարածելու համար։ Բայց եկեք ծուռ նստենք ու ճիշտ խոսենք։ Հայաստանում ում դրոշն էինք վառել, ասենք, փետրվարին, որ մարտին ընդամենը 1 ամսվա ընթացքում Ադրբեջանը ոչ թե վնասեց, այլ հիմնահատակ ոչնչացրեց Ստեփանակերտի մայր տաճարը։ Այսինքն էական չէ ինչ ենք արել կամ ինչ չենք արել մենք, հարցն այն է, թե ինչ է որոշել անել Ադրբեջանը։ Այս դեպքում երկար մտածելու կարիք չկա, քանի որ պատասխանն ակնհայտ է։ Հենց այդ ակնհայտ վտանգի մասին են ահազանգում շատ փորձագետներ։
Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ, այդ մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։ 2024 թվականի նոյեմբերին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին նորանոր վանդալիզմի դեպքերի մասին։ Հուշարձանի ինչպես առջևի, այնպես էլ հետևի հատվածներում արձանագրվել են վնասներ և հայատյաց վիրավորական գրություններ։ Վնասվել է նաև հուշարձանի շրջակայքը, միևնույն ժամանակ ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են հուշարձանի ամբողջական ոչնչացման վերաբերյալ հայտարարություններ, ասված է Ավանեսովի հայտարարության մեջ։ Մասնագետները հիշեցնում են, որ նույն ձեռագիրն է գործել նաև Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Մայր տաճարի պարագայում։ Նախ, այսպես ասած, ոչ պաշտոնական մակարդակում թեման տաքացրել են, շրջանառել, այսպես ասած, պատվիրել, ապա պետական մակարդակով ավերել այդ հուշարձանները։ Սա հաշվի առնելով մասնագետները մտահոգություն են հայտնում, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանն էլ նույն ճակատագրին կարժանանա։ Ադրբեջանից ջղային արձագանք լսեցինք նաև Նյու Յորքի քաղաքապետի ապրիլ 24-յան հայտարարության առթիվ։ Զոհրան Մամդանին զուգահեռներ էր տարել Հայոց Մեծ Եղեռնի և Արցախի հայաթափման միջև։ Բնականաբար դա դուր չէր եկել Բաքվում նստածներին, այնքան, որ պահանջել էին նույնիսկ համացանցից հեռացնել Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը ցեղասպանության կապակցությամբ։ Նման անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և պետք է անհապաղ հեռացվեն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Այդքանից հետո ինչ էր ասել Մամդանին, պարզապես այն, որ չի կարելի թույլ տալ պատմության կրկնությունը։ 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայերի, շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպանական արշավը, նշել էր Նյու Յորքի քաղաքապետը։ Սա այս օրերին Ամերիկայից հնչած միակ հայտարարությունը չէր, որտեղ հիշատակվում էր Արցախի մասին։ Սկսենք նրանից, որ ամերիկահայերը կրկին հուսախաբ եղան հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ իր խոսքում Թրամփը չասաց ցեղասպանություն, բայց ասաց Մեծ Եղեռն։ Փոխարենը Լոս Անջելեսում, Գլենդելում, Ֆրեզնոյում, Բոստոնում, Նյու Յորքում և այլ հայաշատ բնակավայրերում կայացած բազմամարդ հավաքների ժամանակ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը, հիմնականում օրենսդիր թևից, ոչ միայն բազմիցս ասացին ցեղասպանություն, այլև զուգահեռներ տարան 1915-ի և Արցախի հայաթափման միջև։ Ես գիտեմ, թե որքան երկար և դժվար է պայքարել հայ համայնքը ցեղասպանության ճանաչման համար։ Երբ կոնգրեսում ներկայացվեց հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևը, ես պատիվ ունեցա տալու իմ ձայնը այդ որոշման օգտին և այն վերջապես ընդունվեց ներկայացուցիչների պալատում։ Բայց պետք է խոստովանեմ, երբեք չեմ մոռանա այդ պահը, երբ նայեցի վերև դահլիճի այցելուների հատվածին և տեսա տասնյակ հայ ամերիկացիների աչքերում արցունքներ, հասկանալով, որ վերջապես ցեղասպանությունը ճանաչվում է։ Սակայն այս ճանաչումը միայն սկիզբն է։ Որպեսզի իսկապես արժևորենք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, մենք պետք է այսօր կանգնենք հայ ժողովրդի կողքին, ժամանակակից սպառնալիքների դեմ, ներառյալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումները։ Ես կոնգրեսի այն սակավաթիվ անդամներից եմ, ովքեր պատիվ են ունեցել անձամբ այցելել Արցախ։ Մինչև իմ այցը Ադրբեջանի հյուպատոսարանը դիմեց ինձ, հորդորելով չգնալ և նույնիսկ սպառնալով հետևանքներով։ Սակայն ես գնացի և ականատես եղա կենսունակ ու տոկուն մի ժողովրդի, որը խորապես կապված է իր հողին։ Վերադառնալուց հետո պարզվեց, որ ինձ արգելված է մուտք գործել Ադրբեջան։ Բայց գիտեք ինչ, սա պատվի նշան է։ Եվ դա միայն ավելի ամրապնդեց իմ վճռականությունը կանգնելու հայ ժողովրդի կողքին, ագրեսիայի դեմ և մղելու մեր կառավարությանը անել ավելին Հայաստանին աջակցելու համար։ Միաժամանակ շարունակում եմ պահանջել Ադրբեջանի կողմից պահվող քաղաքական բանտարկյալների վերադարձը։ Ի դեպ, ինչպես այս ելույթի հեղինակը, այնպես էլ բազմաթիվ այլ ամերիկացի օրենսդիրներ, որոնց մի մասը այսօր արդեն գործադիր իշխանության և հենց նույն Թրամփի թիմի կազմում է, ժամանակին եղել են Արցախում ու հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում։ Այնպես որ չի բացառվում, որ առաջիկայում Բաքվից կրկին ջղային արձագանքներ կլսենք արդեն ամերիկացի կոնգրեսականների հասցեին։ Վստահ եմ, այս թեմաների վերաբերյալ առաջիկայում նորություններ կլինեն և դրանց կանդրադառնանք կրկին։
Իսկ մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։